Բայց ես իմ սիրելի հետևորդներ, ես կրկին իմ YouTube կանաչում եմ, մենք այսօր պատրաստելու ենք խինկալի։ Դրա համար մեզ անհրաժեշտ է նախապես չափած 1 կիլոգրամ ալյուր, 1 ձու և 350 գրամ ջուր և 1 ճաշի գթալ աղ։ Պետք է առաջին հերթին ալյուրը լցնենք մեր տարայի մեջ։ Վրան ավելացնենք ձու, մեկ ճաշի գթալ աղ, ահա այսքան, լացնում ենք ջուրը, իդեպ եթե դուք եք ուզում ձեր նկարով բաժակը կամ ձեր և ձեր ընկերուհու բաժակը կարող եք ինձ մեկնաբանություններով գրել ստանաք և հիմա սա հունցում ենք։ Հունցում ենք այնքան մինչև ստացվի պինդ խմոր։ Ֆարշը մենք պատրաստելու ենք վրացական ֆարշ, որի համար մեզ անհրաժեշտ է 2 կիլոգրամ հավի միս կամ ցանկացած ինչ որ միս ուզում եք, կարող եք դուք կարող եք ուրիշ միս անել, դա պարտադիր չի։ Վրան ավելացնելու ենք խմելի սունելի, քաղցր կարմիր բիբար, կարող եք կծու բիբար անել, ինչ ուզում եք դուք ավելացրեք և սև բիբար։ Հիմա ավելացնենք առաջինը խմելի սունելի, դուք ինչ շափաբաժին ուզում եք արեք։ Ավելացնենք կարմիր բիբարը։ Դուք կարող եք համ քաղցրն անել, համ կծուն անել։ Ես միայն քաղցրն եմ անում։ Սև բիբարը, եթե դուք իմ տարբերակով եք անում, նրանք կարող եք անել 1 ճաշի գթալ, իսկ սև բիբարը չայ։ Պետք է շատ լիքը չլինի, այսքանը լրիվ բավական է։ Հիմա մենք սա խառնենք և նաև մեզ հարկավոր է լինելու կանաչի, եթե դուք ուզում եք կարող եք անել, եթե ոչ։ Խառնում ենք այնքան մինչև խառնվի։ Հիմա մենք կկտրտենք, ինձ մոտ 2 տեսակի է, մեկը սոխ եմ կտրատելու, կանաչ, մեկը կանաչ։ Դուք կարող եք, եթե ձեզ հարմար է երկարությամբ, երկար կտրտեք, ինձ հարմար է կարճ։ Պետք է շատ փոքրիկ կտրատենք, որպեսզի հարմար լինի ուտելու։
ստացվեց այսպիսի գեղեցիկ կտրտված կանաչի։ Հիմա կտրատում ենք սոխը։ Սոխը ավելի հարմար է, որ չկիսենք, որովհետև այսպես ավելի անվտանգ է։ Բայց եթե դուք սիրում եք, որ սոխի մենակ այս կանաչ հատվածը լինի, կարող եք այս սպիտակ հատվածը կտրել և մենակ միայն կանաչը օգտագործել։ Ինձ երկուսն էլ դուր եմ գալիս։ Նույնպես պետք է շատ մանր կտրատենք, որպեսզի տհաճ չստացվի։ Մենք այսքանը կտրատեցինք, հիմա մնաց այս սպիտակ հատվածները։ Եթե դուք հասեք այստեղին և չցանկանաք, որպեսզի ձեր խնկալիի մեջ լինեն սպիտակ սոխեր, կարող եք այսքանը այլ չկտրատել։ Բայց լինում է նաև, որ սոխերը տարբեր չափերի են լինում և կան, որ հավասար են լինում։ Դուք կարող եք, եթե տեսնում եք այսպիսի է, կարող եք այսքանը կտրատել, մնացածը գցել։ Ոնց որ ցանկանաք։ Խինկալին մենք պատրաստելու ենք երկու ձևով, նկատի ունեմ ծարելու ենք, համ անելու ենք մեծ ծանոթ ձևով, պտտելով ծայրը, և նաև անելու ենք չինական դամպլինգ, որը խինկալու մսով ենք անելու էլի, ուղղակի այդ դամպլինգների ֆորմայով ենք անելու, տեսնենք ոնց դուր կգա։ Դուք եթե ցանկանաք միայն անեք պտտելով, միայն պտտելով կանեք, ես երկու ձևներ անում եմ, որ դուք տեսնեք, որ երկուսն էլ հնարավոր է անել։ Հիմա սա լցնենք այստեղ, այր այսօր դուր։ Ինձ մոտ ես շատ եմ արել, որովհետև ինձ դուր է գալիս, դուք կարող եք քիչ անել։ Հիմա այսքանը։ Եթե դուք կարող եք ձեռքերով անել, ավելավ է այդպես անել։ Իսկ եթե չեք կարում, կարող եք կամ գդալով անել, կամ ձեռնոցներով։ Ահա մեզ մոտ ստացվեց այսպիսի գեղեցիկ և փափուկ խմոր։ Հիմա մենք սա պետք է կրկնակենք, բացենք, հետո ինչ շաբի բաժակ որ ուզում ենք, դրանով կտրատենք, որպեսզի կարողանանք փաթաթենք։ Պետք է մեր կլորները լինեն մոտ 2 սանտիմետր հաստությամբ, որպեսզի մենք հետո այդ գնդերներ ենք բացելու, մեծացնենք մի փոքր և փաթաթենք։ Եթե ձեզ հարմար է սփռոցի վրա, կարող եք այդտեղ անել, ինձ այդպես հարմար չէր։ Մեր խմորը բավականին շատ է մեծ, դրա համար էլ պետք է շատ բացենք։ Եվ եթե խմորը պատրաստելուց ձեր ջուրը բավական չէ եղել, որ ամբողջը այսինքն չոր է խմորը եղել, ես ջուր էի ավելացրել, որովհետև այնպես չէր լինում, իսկ իմ դեպքում շատ էի քիչ արել ջուրը։ Խմորը տարբեր կողմերից պետք է բացենք։ Ավելի հարմար կլինի, որ սեղանը շարժական չլինի, որովհետև կարող է շատ շարժվել։ Ես ոտքերով պահել եմ, որպեսզի ակերը չտանեն սեղանին բերը։ Խմորը չի
հիմա ես այս չափի բաժակն եմ ընտրել, դուք կարող եք ավելի մեծ ընտրել։ Հիմա մենք պետք է այսպիսի գնդիկներ անենք։ Ահա։ Ինքը ձայներ է գալու փսոց, որպեսզի հասկանանք, որ կտրտվել է։ Ահա, տեսեք, այսպիսի գնդիկներ ենք ստանալու, նրանք շատ հաստ են, այսպես չի կարելի փաթաթել, որովհետև ուղղակի շատ է լինելու հաստ։ Ես այս գնդիկները նորից եմ բացելու իր հոգր և կրկին անեմ։ Ամբողջը, հիմա պետք է այս ավելորդ հատվածները հանենք։ Սա պետք չի գցել աղբը, այս սա մեզ էլի պետք կգա։ Ահա մենք ունենք այսպիսի տեսքեր, հիմա վերցնում ենք մեկ հատը, գտնակում ենք, որ շատ չլինի։ Ահա մենք ստացանք այսպիսի տեսք։ Ահա, այսպիսի փափուկ խմոր։ Հիմա պետք է անենք ֆարշը։ Եվ հիմա սա փաթաթում ենք։ Տեսեք ինչ գեղեցիկ խնկալիներ են ստացվել։ Եթե դուք չեք սիրում, որ այսպիսի փռված լինեն իր պոչը, դուք կարող եք ուղղակի այսպես հավաքել և կտրել դա։ Հիմա մենք սա տանում ենք 25 րոպե գցում ենք եռացող ջրի մեջ և վсё, ստացիում, բաժանորդագրվեք, լայքեք, կոմենտ գրեք, անպայման կպատասխանեմ։ Ստացիում։